Ձախ ոտքով խփած հարյուրավոր գոլերի հեղինակն ու ձախ կիսապաշտպանը ինքնագրերն էլ է ձախ ձեռքով գրում։ Արյունաբանության կենտրոնում Հենրիխի մտնելուց հետո մթնոլորտային ճնշումը բարձր ֆուտբոլային էր, տրամադրությունները գոլային։ Հատուկ օր է, բժիշկը հայտնի ֆուտբոլիստն է, դեղամիջոցը ոգևորությունը։ Վաղ այնքան լավ լինես, որ վաղը քեզ դուրս գրեն հիվանդանոցից, ու էլ երբեք ստեղ չգաս։ Մի անգամ ամենակարելի, երկրորդ անգամ չի կարելի։ Ասում բժիշկի գործը թողեցիք իմ վրա։ Հա, այսօր ռեանիմատոր։ Նոր բժիշկ ամես մոտ եկել, Հենրիխ Մխիթարյան։ Երբ 1 տարի առաջ Հանրապետության առաջին տիկնոջը փոքրիկ Վահեն խոստովանեց իր երազանքը տեսնել սիրելի ֆուտբոլիստին, ընդամենը 2 օր անց տիկին Ռիտա Սարգսյանը նորից այցելեց Վահեին Մխիթարյանի ուղարկած տեսաուղերձով։ Քեզ ցանկանում եմ առողջություն, հաջողություն, ամենայն բարիք, որ միշտ պինդ լինես ու իմացի, որ մենք քեզ հետ ենք, քեզ առողջություն։ Ինքը իմ ամենասիրելի ֆուտբոլիստն է։ Ցանկանում եմ, որ շատ գոլեր ունենա ու մեր հայ ազգի ֆուտբոլիստի պատիվը բարձր պահի։ Վահեն երջանիկ էր, բայց տիկին Ռիտան որոշել էր երեխայի ցանկությունը լիակատար դարձնել, Հենրիխն էլ խոստացել էր։ Երեխան այս պահին պատկերացում էլ չունի, թե իր հիվանդասենյակից այն կողմ ինչ իրարանցում է։ Դրամատուրգիայի օրենքներով, որ կինո լիներ այսպես տղակար, որ շատ սիրում էր Հենրիխ Մխիթարյան, ու Հենրիխ Մխիթարյանը նրան ասում էր, ես գալու եմ Երևան, անպայման քեզ գալու եմ տեսնեմ, հիմա ինչ պիտի տեղի ունենա։ Հենրիխ Մխիթարյանը գա։ Բայց դա հնարավոր է։ Հա, եթե չգիտեմ։ Հրաշքի ժամանակն է։ Աչքիդ հավատում ես։ Այս գործի նվիրալները լավ գիտեն, թե ինչ է նշանակում այստեղ բուժվող երեխայի համար ադրենալինի նման չափաբաժինը։ Չես հավատում։ Չէ։ Նոր ես ապնել։ Հենրիխին թվաց, թե Վահեն նոր է արթնացել, իրականում երեխան ուրախությունից կորցրել էր ինքնատիրապետումը, խոսելու ունակությունը և որպեսզի չկորչեին թանկ րոպեներն ու Վահեն ավելի վստահ տար սիրելի ֆուտբոլիստին իրեն հետաքրքրող հարցերը, մեր բարձրախոսը հանձնեցինք նրան, հնարավորություն տալով այս դեպքում լրագրողի դերում հանդես գալ։ Վահեին անհանգստացնող հարցը՝ Ժոզե Մոուրինյոն լավ է վերաբերվում իրեն։ Շատ, դա ես իրա ֆուտբոլիստն եմ, ինչի պետք է վատ վերաբերվի։ Չէ, ուղղակի այն վաղ որ խաղի մեջ չէր մտցնում, այդ ինձ հեչ դուր չէր գալիս։ Գիտես ինչ, կյանքում ամեն փորձ ցանել պետքա պատրաստ լինես։ Կարևոր չի լավ են վերաբերում, թե վատ են վերաբերվում, թե ամեն ինչ նորմալ, ամեն ինչ վատ է, դու ինքդ պետք է պայքարես քո ապագայի համար։ Դրա համար եթե նույնիսկ չէր խաղացնում, ես չեմ հանձնվել, ոնց որ դու չպետք է հանձնվես, ու պետքա միշտ լավատես լինես։ Վահեին հուզող եւս մի քանի հարց ու հարցազրույցն ավարտված է։ Վահե Գրիգորյան, Արմեն Անդրեասյան, հանրային առաջին ալիք։ Առաքելությունը կատարված է, երազանքն իրականացված, հենց այսպես երազանքները նպատակ, նպատակներն էլ իրականություն դարձնելով է երեխաներին խորհուրդ տալիս ապրել միլիոնավոր ֆուտբոլասերների կուռքը։ Չեմ ուզում տեսնել երեխաներին հիվանդ, ուզում եմ նրանց տեսնել ժպտերես, ուրախ եւ ոչ հիվանդանոցում, այլ փողոցներում, բակերում, որովհետեւ նրանք կարողանան կյանքը վայելել, եթե նրանք լինեն առողջ, արդեն կարծում եմ, որ ամեն մեկը ոչ թե միայն ֆուտբոլիստ, այլ կընտրի այն աշխատանքը, որում որ նրանք իրանց տեսնում են, եւ կարծում եմ, որ ցանկացած մարդ ինչ որ ուղի բռնելու համար պետք է շատ աշխատասեր լինի եւ իր ուժերին հավատա, որովհետեւ կարողանա արդյունքի հասնել։ Ամեն օր չեմ կարես, ապեր ջան։ Ինչի դու ես Հենրիխ Մխիթարյանը։ Հա, նման եմ թե չէ։ Հա։ Ուրեմն ես եմ։ Բայց ամեն օր չեմ կարող գամ, ապեր ջան։ Բայց դու ես բերել։ Հա։ Ուրախ ես։ Հա։ Բայց ես մեզ կնդակուն եմ, արի խաղանք ամեն օր։ Մյուս անգամ որ գամ, մյուս անգամ կխանք, հա։
անհոգ մանկություն, որպեսզի նրանք հասնեն նրանց նպատակներին, կարողանան դառնալ մեր երկրի պիտանի մարդիկ։ Ոմանց համար սրանք հաճելի ու անմոռանալի պահեր էին, ոմանց համար էլ նոր կյանքի սկիզբ, շարժիչ ուժ, որպեսզի վերագտնեն ուժերն ու անպայման առողջացած դուրս գան հիվանդանոցից ու ոչ միայն չեն հանձնվելու, այլև մեծ բարձունքներ են նվաճելու, իրենց այցելած աշխարհահռչակ հային են խոստացել։ Ռուզաննա Վարդերեսյան, Արմեն Անդրեասյան, օրակարգ։